Բարի երեկո սիրելի հետևորդներ, աչքովս մի հոլովակ ընկավ անկեղծ ասած, ինչից շատ զայրացա եւ որոշեցի ճիշտն ասած մի անգամից վիդեո հոլովակով արտահայտեմ իմ կարծիքը, այնինչ ես մտածում եմ կտրիչ եւ եզրած եղբայրների մասին։ Այսօր երբ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում քարոզարշավներ են, երբ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում կոնկրետ մարդիկ լծված են այդ ամենին պետություն, պետականություն, խաղաղություն մի կողմից տեղի են ունենում այսքան ձերբակալություններ, այստեղ առիթից ովքեր են օգտվում եզրացնու կտրիչը։ Իրանց թվում է, իրանք արդեն սենց մազապուրծ են եղել ու կարան իրանց թալանը ձեռի հետ պահեն։ Հիմա եկեք դիտենք ինչ եմ տեսել, որից շատ ջղայնացել եմ ու կշարունակեմ այն, ինչ պետք է շարունակեմ։ Հայոց պետականության լինել չլինելու։ Սա Եզրաս Ներսիսյանն է։ Ինչպես գիտեք, հունիսի 7-ին Մայր հայրենիքում տեղի են ունենալու վճռորոշ խորհրդարանական ընտրություններ։ Այստեղ Եզրասին ընդհատեմ ու ասեմ, ինչ ենք անում 2026-ին, ձայն ենք տալիս 16-ին։ Այստեղ։ Հիմա անդրադառնամ Սույն Չաթլախին, չգաք հեքիաթներ գրեք, Նատալի ջան, սիրուն աղջիկ ես, քեզ չի կարելի հայհոյան գրել, տո կարելի է, տո սրանք Չաթլախ են, տո սրանք Օրուսպու են, տո սրանք Փեզևենգ են, տո սրանք Հայաստանի Հանրապետության համար մեկ թշնամիներն են։ Եվ երկրորդ, Նատալի Ալեքսանյանը անկախ լրագրող է, անկախ բլոգեր է ու ընդհանրապես քաղաքական հավակնություններ չունի։ Կքրֆի ումը ինչքան կուզի, կհայհոյի ինչքան կուզի։ Այս հարցի մի կողմը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն եկեղեցին զատ է քաղաքականությունից։ Իմ մոտ հիմա հարց է առաջանում. ինչ իրավունքով է ռուսական KGB-ի ագենտ Եզրաս Ներսիսյանը Կտրիչ Ներսիսյանի հետ միասին մեզ կոչ անում, իմ հայրենակիցներին կոչ անում ում ընտրել, երբ ինքը Եզրասը մեկ օր Հայաստանի Հանրապետությունում չի ապրել եւ չի ուզում ապրել, տանել չի կարողանում Հայաստանի Հանրապետությունը։ Եզրասը եւ Կտրիչ Ներսիսյանը համարվում են կուսակրոն քահանաներ։ Հեսա ես ձեզ ցույց կտամ Եզրասի կուսակրոնության աստիճանը։ Այս Եզրասի կինն է, Եվան։ Ոտերը հանել քցելա դուս, ուշադիր նայեք ժողովուրդ ջան։ Կայֆերի կայծերի մեջ է, սա ում հաշվին Հայաստանի Հանրապետությունը թալանելու հաշվին։ Եզրասի կինն է, թանկ ռեստորաններում կայֆեր կայծերի մեջ, ում հաշվին Հայաստանի Հանրապետության հաշվին։ Եզրասի կինն է, համապատասխան ոռը բացելա, հետույքը վայենի շորերը հագելա, գալիս է 44-օրյա պատերազմին։ Հավատացիք, լուրջ։ Եզրասը այս կնոջից ունի տղա երեխա, ում նկարը ես չեմ հանրայնացնի, որովհետև ես ինքս ինձ խոստացել եմ։ Երեխաների նկարները երբեք չեմ հանրայնացնելու։ Այդ երեխան մեղավոր չի, որ իր հայրը իրան հռչակել է կուսակրոն, բայց Եվա է դոմփում։ Այս հարցի մի կողմը։ Հիմա անդրադառնանք Եզրասի զարմանահրաշ կայֆերին ու կայծերին, որոնք հատուկ դուրս եմ գրել։ Եզրասը զարմանում է, թե մարդիկ ինչպես կարող են աղքատության մեջ ապրել։ Եզրաս ջան, ես ճղեմ շպրտեմ, որովհետև շուտով դու հայտնվելու ես աղքատության ճիրաններում, իսկ հայ ժողովուրդը թույն ապրելու է։ Եզրասը ասում է, որ եթե ես օրը $4000 չծախսեմ, այդ օրը օր չի։ $4000-ը, $4000-ով 7 հատ ընտանիք ծայրահեղ աղքատ Հայաստանի Հանրապետությունում մեկ ամիս կապրի։ Իսկ Եզրասը $4000-ը ծախսում է մեկ օրում, դա ամոթ է, որ չծախսես մեկ օրում $4000։ Հաջորդը։ Եզրասը մասաժներ է ընդունում Միլանի ֆուտբոլի ակումբի գլխավոր մասաժիստի հետ եւ յուրաքանչյուր մասաժի համար վճարում է $16000։ Էս էլ ճղեմ գցեմ, որովհետև այդ մասաժն եմ քո հետույքը մտցնելու Եզրաս։ Եզրասը շատ է սիրում եղնիկի արունով վանա ընդունել։ Էս էլ ճղեմ գցեմ, որովհետև շուտով դու քո արյան մեջ ես տապակվելու ու վանա ընդունես։ Ու հայ ժողովուրդն արդեն այդ կայֆերից օգտվելու։ Համբերի Եզրաս տղա դու։ Եզրասը
ատում է Հայաստանի Հանրապետությունը։ Եզրաս շուտով Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին այսինչ ձեզ ճղղելու է շպրտի միան։ Հաջորդը Կտրիչի թորան հարսանիքի ժամանակ Եզրասը Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքում հրապարակին կից շենքում բնակարան է նվիրել։ Հարց է առաջանում. Կուսակրոն երթվյալ քահանային որտեղից այդքան փող, որ Հայաստանի Հանրապետության հրապարակին կից տուն է նվեր տալիս։ Այս տունն էլ է պետությունը վերցնելու քո ձեռից։ KGB-ի ագենտ Կարո Ներսիսյան։ Հաջորդը Եզրասը ունի տղա երեխա Եվայից։ Այդ երեխեն ոնց այն աղքատների երեխեքն են սոված ծարավ մնալու, այդ երեխեն դառնալու է սոված ծարավ ու զգալու է թե ինչ են զգում աղքատների երեխաները։ Եվ ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության ուրեմն սահմանադրությունը արգելում է, որ եկեղեցին խառնվի քաղաքական ուրեմն քաղաքականության մեջ քիթը խոթի, Եզրասը այսօր կոչ է անում ուրեմն փրկել հայրենիքը։ Ումից ես փրկում հայրենիքը, պառնիկ ձեզնից, ումից ես հայրենիք փրկում։ Հայ ժողովրդից սեփական հայրենիքն ես դու փրկում։ Ումից ես դու հայրենիք փրկում։ Մի ասա փրկում եմ հայրենիքը, ասա փրկում եմ եղբորս հետույքը, կտրիչ Գիժ Գրիգորիչի, Գիժ Գրիգորի տղու, եւ իմ փողերը։ Ով ես դու, որ կոչով դիմես հայ ժողովրդին մի բան է թե փրկում եմ հայրենիքը։ Ոչ, հայ ժողովուրդը վաղուց գիտակցում է, որ դուք ձեր փողերն եք փրկում, ոչ թե հայրենիք եք փրկում։ Բա որ հայրենիք եք փրկում 44 օրյա պատերազմի ժամանակ։ Ուր եք դուք։ Այդ ինչ հայրենիք եք դուք փրկում, հա։ Այդ որ հայրենիքն եք փրկում, որ դու մի ժամ Հայաստանի Հանրապետությունում չես մնում։ Այդ որ հայրենիքն ես դու փրկում։ 44 օրյա պատերազմի ժամանակ քո աղբերը, որպես Հայաստանի Հանրապետության ծայրախեռ, մի հատ գլուխը էջմիածնից չհանեց, մի հատ հաշտության կոչ չարեց։ Հազիվ էջմիածնի հետևով մոմը մտցնում էր, դեմից գրալով ծախում էր, հազիվ առիթ էր, պատերազմ էր, խեղճ ու կրակ մայրերը վազում, ձեր սրբավիղծ եկեղեցիները մոմ էին վառում, մտածում էին իրանց երեխեքը հետ կգան։ Թքեմ ես ձեր նամուսին, գոնե ձեններդ կտրեք, սսկվեք ձեր բները, ու ընդհանրապես Հայաստանի անունը մի տվեք, ու ընդհանրապես պատրաստվեք, որ աղբերդ շուտով կախաղան է բարձրանալու հայ ժողովրդի ձեռքով, ու որևէ մեկը չգա իմ գլխին քարոզ կարդա թե հայ հոյանք մի տուր, չգիտեմ ինչ մի արա։ Սա իմ երկիրն ոչ մեկի սիրտը թող չցավա, այնքան ինչքան իմ սիրտն ա ցավում, ինչքան ես իմ կյանքն եմ վտանգել։ Տեսնում եմ երկրի սերը լիքը մարդկանց սրտերում։ Նատալիա Ալեքսանյանը թուրքական եւ ադրբեջանական ագենտ է։ Երեք տեսանք ով է ագենտը։ Ձեր Թևանյան Անդոնը։ Ինչ է նշանակում ազգային ժողովի փակ նիստից ինֆորմացիան գնա Ռուսաստանի KGB։ Ինչ է սա նշանակում։ Ինչ է սա նշանակում։ Հիմա եմ հասկանում ինչ եք շուշուտ ասում։ Նատալին թուրքական եւ ադրբեջանական ագենտ է, որ ձեր հետույքը փրկեք, այ ռուսի հետույքա բնակներ։ Ու ելի եմ կրկնում, մինչև ընտրություններ, սիրելի հետևորդներ, ես ձեզ շատ սիրում եմ, ինձ կյանքի դասեր չտաք, մինչև ընտրություններ, կհայհոյեմ, ուշունց կտամ, ինչ կանեմ, դա իմ պրոբլեմն է։ Ես ոչ քաղաքական միավոր եմ, ոչ էլ ես իմ պաշտոնի սենց նպատակներ ունեմ։ Հանեք ամբյոնին ասեք քֆուր էր տալիս ժամանակին, հանգիստ եղեք, ոչ քաղաքական դաշտ մտնելու ցանկություն ունեմ, ոչ էլ պաշտոն եմ ուզում։ Ինչ ուզեմ կանեմ, ես ազատ լրագրող, ազատ բլոգեր եմ։ Այս ժամի համար այսքան է։